Մերոնք գետեյում կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ գտնվում, Մոնտե Բելո հուշարձանի հարևանությամբ, մի քիչ այս կողմ եմ նստել, որ թիկունքում երևա, իր ողջ, այսպես ասեմ, գեղեցկությամբ ու խորհրդով, խորհուրդ, որ դեռևս 1965 թվականին մեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ հասած պապերը, մեր եղեռնազարկ հայրենակիցները գումար հավաքեցին, այն ժամանակ շուրջ $125,000, ինչը բավականին մեծ գումար էր եւ այս հուշակոթողը մեր խոյացավ, վասն մեր անմեղ զոհերի։ Այսպես տարիներ շարունակ ինչ մեր սրտի մեջ ով կարողանում է գալ այստեղ, ով Հայաստանում դիցերնակաբեր մենք ծաղիկ ենք խոնարհում մեր անմեղ զոհերի համար, նրանց հոգիների համար, խաղաղություն ենք խնկարկում, աղոթք ենք անում։ Սա օրինաչափ է, եթե մենք երբեմն նայենք մեր հոգու մեջ ու փորձենք գտնել այն պատճառները, այն ցեղասպանող երևույթը, որ մեզ բերեց ու հասցրեց այս վիճակին։ Երբ 110 տարի մենք ընդամենը ծաղիկ ենք խոնարհում, հիշում եւ դեռ ոչինչ չենք արել պատասխան տալու համար։ Իսկ պատասխան տալը որն է, նախ եւ առաջ ունենալ ամուր պետություն, ամուր սփյուռք, ճշմարիտ կեցվածք, այսպես ասած վեր կանգնել բոլոր տեսակի զարկեմ ճակտին փռեմ գետիններից։ Զարկողը չի երգում, զարկողը զարկում է։ Ու ցավալիորեն մեզանում ամեն ինչ նորից կրկնվում է։ Տեսեք, անցած դարասկզբին անգլիացիների օգնությամբ, աջակցությամբ Ղարսը, Նախիջևանը, այսպես միացվեց Հայաստանին, թուրքերի վրա մատ թափտվին ասին Շամ որդիկ իմացեք սա հայերինն է, հայերը նորից, ինչպես ասում են, փուրը տվեցին Ղարսնել, Նախիջևաննել եւ ունեցանք ռուս-թուրքական պայմանագիր։ Այն ժամանակի իշխանությունները, դաշնակցականներ էին, ավերեցին այն, ինչ մերն էր, այն, ինչ կարող էինք ծաղկեցնել։ Մինչև թշնամին նորից տեսա, որ մենք դրան արժանի չենք, եկավ մեր կներեք տոտորակին, տվեց ու հետ վերցրեց։ Հիմա թշնամու անունը տարբեր է, ռուսները թուրքերի հետ համագործակցեցին, ասացին, այսպիսի Հայաստան պետք չի։ Լավ արեցին։ Իսկ այս պետք էր այդպիսի Հայաստան։ Այստեղ է հարցը։ Եվ երբ ամեն անգամ գալիս ենք խոնարհվելու, ոնց որ մեր խայտարակության, մեր ամոթի օրն է սա։ Մարդը ունենա ստեղծի ու նորից գործի։ Արցախը ցեղասպանեցինք մենք։ Արցախի ժողովուրդը, որ այսօր տնանք է, այդ մենք ցեղասպանեցինք, այդ թուրքերը չէին։ Մենք կարողացանք 88-ին շարժման ու տղերքի ազնվության միջոցով գալ, պարտադրել թշնամուն, որ ինքը իր ձեռքերը հեռու քաշի Արցախից, ազատագրել ու 30 տարի կամ պատերազմից հետո ասենք 20 քանի տարի պարզապես հոշոտեցինք Արցախը։ Պարզապես հոշոտեցինք Արցախի դերքը։ Արցախցուն դարձրեցինք ռսի կամակատար կամ թուրքի բացարձակ էական չի։ Մեզ համար էականը մեր իշխողների, որ իրենց լակոտներով ամերիկանոններում տներ ունենան, միլիոններ ունենան, այն փառապանց կուսակցությունը, որ կոչվում է Դաշնակցություն, այդ կուսակցության ղեկավարությունը ուռա գոռալով, զարկեմ ճակտին փռեմ գետին երգելով, հոշոտեց Արցախը, հոշոտեց Հայաստանը, կրթության նախարար դաշնակցականների հրահանգով, մի մասը ուսուցչուհիների կամ դառնում էին դաշնակցական, մի մասն էլ հանրապետական կուսակցության հրահանգով դառնում էին հանրապետական, ավելին ուսուցչուհին ներքնաշորում քվեաթերթիկ էր թաքցնում, առավոտյան այբ բեն գիմ, դասավանդում մեր երեխեքին։ Մենք բոլորս ցավում ենք տեղի ունեցած
ցեղասպանության համար։ Բայց պիտի տեսնենք ինչ տեղի ունեցավ, մեր հոգու խորքը նայենք։ Այս ինչ տեղի ունեցավ։ Ինչպես էր հնարավոր կորցնել Արցախը։ Այսօր որոշ չէ, ստույգ ինֆորմացիաներով Հայաստանի տարբեր պաշտպանական դիրքերում կառուցվում են այնպիսի պաշտպանական կառույցներ, որ շատ բարձր հզորություն ունեցող պետություններն անգամ ատամները կկոտրեն այդ կառույցների վրա։ Ինչու Արցախում չկառուցեցին։ Ինչ ենք անում մենք։ Հիմա մեղավոր ենք փնտրում, վաղ թաղեմ Նիկոլին, վաղ չգիտեմ էսենա։ Բա գողը իսկի մեղավոր չէր։ Տիցեռնակաբերդ էին եկել Երևանում Քոչարյան Ռոբերտը, Սարգսյան Սերժիկը, Դաշնակցությունը, դրոշեր այրում, աման այրեմ դրոշը Թուրքիա, մի հատ էլ Ադրբեջան ավելացրին։ Աման զարգելու ենք ձեր ճակտին։ Այդքան տարի Հայաստանը կերան։ Հայաստանի բանակը թույլատրեցին։ Հայաստանի բանակը բիզնես կենտրոն էր դարձել։ Ու չգիտես լաց թե խնդաս։ Այսքանից հետո այս մարդիկ ասում են մենք պիտի փրկենք Հայաստանը։ Որ Հայաստանը։ Ինչպիսի Հայաստան են երազում։ Մեկ անգամ ասի Դաշնակցության այդ հայաստանյան պարագլուխներին ասացի դուք ուրիշ թշնամի չունեք, բացի հայ ժողովուրդը։ Այլ թշնամի չկա ձեր համար տղեր։ Ինչ եք ուզում։ Տարօրինակ է, ցավալի է։ Ինչպես ենք մեր երկիրը փորը տալիս։ Ժամանակին Մոնտեբելոյի մասին երազանքներով կարդացել ենք, չի եղել հնարավորություն, Սփյուռքի մասին, մեր սրտի ցավը, հոգու ճիչը, տառապանքը, բայց այսօր Սփյուռքը հաճախ մեկ չի լինում իրար մեջ, էլ չեմ ասում Հայաստանի հետ կապված տարիներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունները անկեղծ, ո՞յս Նիկոլ Պաշտպանով չեմ, ամեն ինչ արեցին, որ Սփյուռքը իր հավատը կորցրի Հայաստանի նկատմամբ։ Այստեղ երեք միջոցառումներ էին տարբեր տեղեր, միտեղ հնչակներն էին, միտեղ դաշնակներն էին, միտեղ չգիտեմ ովքեր էին, առանձին զատ, կեցեն, եթե Հայաստան չկա, ոչինչ չկա, այն Հայաստանը պիտի պինդ պահենք և ամուր։ Այդ խաչագող կոչվածներից, այդ քոչարյանական, սերժական և դաշնակցական այն աղբից, որ իրեն ղեկավար է հորդորում ազնիվ մարդկանցից, ազնիվ կուսակցականներից ներողություն եմ խնդրում, դուք ձեր մասին չի խոսք։ Այս խաբկանքից դուրս գալ է պետք, ամուր Հայաստան ստեղծելու ճանապարհ պիտի բռնենք, որ բոլոր տեսակի Վարդան Ղուկասյանները, Ռոբերտ Քոչարյանները, չգիտեմ, Փանջունինները աչուձախ իծապլվար չգնա։ Ախր պետությունը շատ ավելի կարևոր է։ Ես ամենևին չէի պատրաստում գալ ու սոսկ իմ խոնարհումը հայտնել, իհարկե իմ խոնարհումը, բայց մեր բոլորի խոնարհումը, բայց որպեսզի այդ մարդկանց հոգիները հանգստանան, մեզ այնպիսի Հայաստան է պետք, որ մատով ցուցանեն։ Այնպես ինչպես երբ խոսում եք Հրեաստանից, վայ, թե Ամերիկան նրանց օգնում է, նախ իրենք են իրենց օգնում։ Հրեաստանն ինքը իրեն օգնեց 470 միլիոնին հասնող մուսուլմանական, այսինքն այլ հավատի մարդկանց մեջտեղում կա ու կարողանում է իր տեսակը պնդել։ Ինչու՞։ Մեզ էլ էին շատ օգնություններ ու փողեր տվել, բայց նախ ինքն է իրեն օգնում, նախ ինքն է իր երկիրը սիրում։ Մենք այդ ամենը հենց մեր ձեռքն ենք գնում ուտում խմում ենք, չգիտեմ ինչու է ասպես, տխուր է։ Վերջում հիշեցնեմ Սևակից, խանգարել ինչի համար, գարուներ չեկած համար։ Փուլ եկավ երկնակամար, ջուն մաղեց մեր բաց գլխին, ջուն մաղեց կրակի պես, գարունա, ձունա արել, գետերը մեր երերման հոսեցին երակի պես, արունը ջուրա դարել, որքան բար ողջ մահարցան, որքան երկ ողջը մրմունջ, զուլում էր, զուլում լաո, սրիդեմ, թրի, հրի, լոգ մանգաղ, լոգ բահու մաչ, տնավեր, մնավեր լաչ։ Ու որպեսզի մենք Սևակյան այս տողերին չանդրադառնանք ու չկրկնենք, մենք պիտի նայենք մեր հոգու մեջ, հասկանանք ինչ այն չեն կարել ու այլևս չկրկնենք, թե չէ, սա մեր խայտարակությունն է 110 տարի չպատժված թշնամի, իսկ ինչպես պիտի պատժվեր ամուր Հայաստանով, հոգով պինդ հայով, մեզանից յուրաքանչյուրով։ Կհանդիպենք, առողջ կացեք։